փորձել եք աղբամանի պարունակությունը շուռ տալ ձեր բնակարանի կենտրոնում։ Նույնիսկ այդ մտքից միանգամից ուղեղը հակամիտք է արտադրում։ Անկարելի է, ինչ եք ասում։ Հիմա ընդունենք, որ ձեր տան պատերը մտովի քանդել եք, մեծացրել ձեր բնակելի տարածքը, դարձել ոչ թե այնինչ քաղաքի կամ գյուղի, այսինչ փողոցի այնինչ բնակիչը, այլ ձեր նոր տան երկիր մոլորակի սրտացավ պահապանը։ Նայեք ձեր շուրջը, արդյոք բնությունը կարող եք համարել ձեր տունը, արդյոք վերաբերում եք նրան նույն սրտացավությամբ։ Տունը պատկերացնելով 4 պատից բաղկացած փոքրիկ տարածք, հանգիստ համակերպվում ենք, որ դրանից դուրս կարող է լինել թեկուզ ջրհեղեղ։ Նման մտածողությունից խուսափելու համար վաղ տարիքից բնության նկատմամբ սրտացավ վերաբերմունք սերմանելու նպատակով Hayfair Project International Հայաստանի մասնաճյուղի և Զարգացման սկզբունքներ հասարակական կազմակերպության համագործակցությունը հաճախ ուղղվում է երեխաների կրթությանը, դաստիարակությանը, քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։ Այս անգամ ևս առողջական և բնապահպանական խնդիրներն էին դիտակետում։ Այո, մանկապատանեկան ակումբներում հայտարարվել էր բնապահպանական ակցիաների մեկամսյակ, որի առաջին ակցիան կրում էր «Բնությունն է մեր տունը, մաքուր պահենք այն» կարգախոսը, իսկ ուշադրության կենտրոնում Սևանն էր, կապուտաչյա գեղամա գեղեցկուհին։ Սևանի ափերը աղբից ազատելու նախաձեռնությանը միացել էին 6 տարբեր համայնքներում գործող մանկապատանեկան ակումբների սաները՝ Վերին Գետաշեն, Նուռնուս, Խորվիրապ, Արփի, Արենի, Գետափ համայնքների մանկապատանեկան ակումբների բնապահպաններն ու առողջ ապրելակերպի դասընթացներին հաճախող 90 սաներն իրենց ուսուցանողների հետ մեծ ոգևորությամբ ժամանեցին արգելոց, որտեղ նրանց էին սպասում Hayfair գրասենյակի աշխատակիցներն ու ազգային պարկի մասնագետները։ Թվով երևի 90 բաժանել են 3 մասի, որպեսզի սկսեն աշխատանքները։ Առաջի մասը այս հատվածից կսկսենք, վերջում կմիանանք 3-րդ խմբին։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տնօրեն պարոն Մալխասյանը ողջունեց նախաձեռնությունը, կազմակերպելով հավաքած աղբի տեղափոխությունը։ Երեխաներին հատկացվեցին հիգիենիկ ձեռնոցներ, աղբի համար նախատեսված տոպրակներ, փոցխեր ու բահեր։ Որոշվեց 3 խմբի բաժանված, տարբեր ուղղություններով մաքրել լճի ափը։ Արգելոցի լճափնյա ողջ երկայնքով այոականներն էին, որոնց ուշադիր ու հոգատար հայացքից չէին վրիպում աղբի թափոնները։ Մեկը մյուսին հաջորդում էին սև աղբակիր տոպրակները, իսկ լճի ափեզրը ազատվում էր աղբից։ Սևան ազգային պարկի պահաբաժնի տեսուչներ Արսեն Ղազարյանի և Մամիկոն Ասլանյանի խոսքերով նման աշխատասեր ու սրտացավ թիմ դեռ չէր այցելել արգելոց։ 3 ժամ տևած ակցիայից հետո երեխաները տաղավարում հյուրասիրության սեղանի շուրջ պատմում էին իրենց տեսածի, զգացածի մասին, իսկ փոքր-ինչ հանգստանալուց հետո սկսվեց միջոցառման երկրորդ մասը՝ զեկուցումներ, ելույթներ, պաստառների ցուցադրություն։ Երեխաները պատմում էին լճի պատմական ծագման, առասպելաբանական ակունքների մասին, ներկայացնում իրենց հավաքած հարուստ տեղեկատվությունը ջրի նշանակության, լճի էկոլոգիական խնդիրների, կենդանական աշխարհի մասին։ Միջոցառման ավարտին ուսուցանողները հաստատ համոզված էին, որ ակցիան բացի Սևանի ափամերձ տարածքը աղտոտվածությունից ազատելու խնդրից ևս մեկ հարց լուծեց, այլևս այս երեխաներից ոչ մեկը նույնիսկ չի մտածի աղտոտել Սևանը։